Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ մեզ մեծ ավետիսին։ Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, հայրը քելական եկեղեցու բոլոր հետևորդներին այս շատ կարևոր տոնի կապակցությամբ։ Բայց պաստորեն մեր մեջ կա ճեմարանը ավարտած ժամանակին Հովնան եպիսկոպոսի գանձ, որը միևնույն ժամանակ կեղծում է Հովնան եպիսկոպոսի ծառայությունը ժամանակին դեռ Կանադայում, որի համար այսօր Քրիստոս ծնավ եւ այսօր ասում Քրիստոս հարյավի մեղելոց իր համար։ Ծննդյան օրը Արման Բաբաջանյանի համար այսօր հարյավի մեղելոց օրհնել է հարությունը Քրիստոսի։ Այսպես է շնորհավորում ժամանակին ճեմարան ավարտած այսօր Նիկոլի հետևորդը։ Ես չգիտեմ Նիկոլի հետևորդն է դրա համար ծնունդը հարության հետ խառնում թե ի սկզբանե է այդպես եղել, ես չեմ կարող ասել։ Բայց Նիկոլի հետևորդներից նման բան ես չեմ զարմանում։ Մանավանդ այսօր դրա հետևորդներից մեկն էլ գրել էր, որ այսօր իրենք ուխտաերթ են անցկացնում։ Շատ դիպուկ է ասել։ Զգում եք իրենք շատ դիպուկ են խոսում, շատ դիպուկ, տիպիկ քպայականի ձևով։ Մեկի համար ծնունդը հարությունն է, մյուսի համար երթը, ուխտերի երթը, կարելի է ենթադրել, որ իրենք էլ քարավանի, ուխտերի քարավանի մաս են կազմում։ Դե ինչ, ձեր քարավանին բարի ժամանում, Էջմիածին որոշել է պաստորեն այսօր արդեն Երևանի ժամանակով, որ Պիղծը պետք է իրականացնի իր գործը, հանցագործությունը Երևանում եւ պարտադրել է բոլոր էլի մարզերից մարդիկ բերեն անպայման, որովհետեւ կարծես թե ինքը այդքան ողջևորված չի իր աջակիցների քանակով։ Ես կասեի թող նույնիսկ մի քիչ էլ որակի մասին մտածի, հա։ Եթե Բաբաջանյանն են ձեր աջակիցներն ու ուխտերի քարավանը, կարծում դուք մտածելու բան ունեք։ Ամեն դեպքում այլ աջակից դուք չեք էլ կարող ունենալ բնական։ Սա ընդհանրապես երկու օրվա նկար է առաջվա։ Ես նոր եմ հասկանում, որ այս ժամանակն էլ պատահական չէր ընտրած, հա։ Հարության նախորդող երեկոն այսպիսի նկար տարածել այս միջոցառումով ինձ հիշեցրեց խորհրդավոր ընթրիքը եւ Հուդայի դավաճանության տեսարանը։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հաշվում է։ Գրողները կազմակերպում է եկեղեցիների վրա, ավագ շինգշապտի, հենց էլի դավաճանության օրը, ամեն ինչ սենց կալենդարը շատ ճիշտ է պաշտպանում, որ ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ ինքը հենց սատանի ծնունդը, հենց ուրիշ դեպ չես ասի, էլի։ Չարը ինչ արել է, ինքը նույն մեթոդաբանությամբ, նույն կալենդարով, նույն հետևողականությամբ աշխատում է եւ փաստացի այսօրվա չարի մասնակիցներն են դարձել բոլոր նրանք, ում տեսնում եք այս նկարի մեջ։ Ուզում ես վիզիոներ դուք նայեք։ Կարող եք մարզաբանել, ինչ նպատակով է արվում այս ամենը։ Դեմը։ Ինչի եք գրում, գներեք։ Սրբազան հայ ձեզ ասում, դուք ես ինքի մեջ եք։ Սրբազան հայ ձեզ ասում։ Ես կարծում ավելի խայտարակ բաներ լինելու հենց այսօր իրենց նախատեսած միջոցառման ժամանակ եւ ուղղակի ինձ մի բան է հետաքրքրում, էլի, այս տիրադավերը, որ քայլում են այսպես անեծքների տեղատարափի տակ, ԱԱԾ-ի շղթայի մեջ, իրանք իրոք մտածում են, որ իրանք ամբողջ կյանքները sense պետք է ապրեն։ Միթե այդքան մեծ էր իրենց հանցանքները, որոնք հնարավոր չէր ծածկել, կոծկել եւ չգնալ, չդառնալ այս հրաշավոր ծրագրի մի մաս։ Բայց դա իրենց գործն է, մենք չենք խառնվում սատանու գործերի մեջ։ Ընդհանրապես հետևում ենք եւ փորձում ենք մեր եզրակացությունը։ Այո, Շուշիի հանձնման պայմանը
Հիմա Միատեղ։ ո՞ր Շուշին տվել։ Այո, Շուշիի հանձնման պայմանը Եղել է ի սկզբանե։ առաջադրվել է Լավ ասա, չի առաջադրվել է, դրել են իր դեմը։ Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել։ Ինքն էլ վիզա վերցրել։ Ինքն էլ համաձայնվել է պարտավորվածություն վերցրել դա իրականացնել։ Եվ ինչու մենակ Շուշիի։ Եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջան։ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի % ադրբեջանական բնակչություն։ Այսինքն Այդ 10 տիրադավերը եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ամբողջ անձնակազմը իրեն սպասարկող անկասկած պատկանում են ների սերունդներին, անկասկած այսքան բանը լսել ու ոչ մի եզրակացություն չանել, կարող է բացառապես այն մարդիկ, ովքեր գիտակցաբար ծառայում են սատանուն, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակ չեմ գտնում։ Այս վերջերս մի աստրոլոգիա էի լսում, համաշխարհային իբր մեծության, որը շատ քիչ է ելույթ ունենում, բայց մի բան նշած հետաքրքիր, որ 26 թվականը առավել եւս ակտիվանալու են բոլոր այն տեսակի ուժերը, որոնք չեն ենթարկվում ոնց որ լույսի ուժերին, իրանք առավել եւս ակտիվանալու են եւ ինչպես տարին սկսել է, ոնց որ տեսնում ենք արդեն։ Բայց հետաքրքիր է գիտեք, որ նա չասեց, որ դրանց ակտիվանալը աշխարհի վերջն է, ուղղակի ասեց չափազանց ակտիվանալու են եւ մարդիկ պետք է ավելի զգույշ լինեն եւ ծանրակշռված լինեն իրենց քայլերի մեջ։ Այո, լինելու են այդ քայլերը մեծ հակառակ, մեծ դեմ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք անելիք չունենք կամ մեր մահը եկել է։ Բոլորովին, իդեպ, ովքեր չեն բաժանորդագրվել են, որտեղ այսօրվա նորությունները շատ են, այնքան նույնիսկ չգիտեմ որտեղից սկսեմ։ Շատ դժվար է։ Ու անպայման նայեք, անպայման միջև վերջ, որովհետև ես ամենալավ բաները, ինչպես գիտեք, պահում եմ վերջում։ Շարունակենք սա։ Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի % ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է ի այդ կարգավիճակով Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի։ Պատերազմի Հանձնվել առանց մարտերի, Ժողովուրդ ջան, սրանք ցուցմունքներ են։ Ամբողջը ցուցմունքները, ես ասում Շուշին հանձնվել է։ Շուշին չեն գրավել։ Ինքն էլ ասեց հանձնվել առանց մարտի։ Սրանք բոլորը ցուցմունքներ է ու այսօր ովքեր հավաքված են այս տիրադավի, այս հայրենադավի շուրջը, այսպես ասեմ, սրանք բոլորը ոչ միայն գործում են ընդդեմ եկեղեցու, սրանք գործում են ընդդեմ պետականության, ընդդեմ օրենքի, ընդդեմ բարոյականության, ընդդեմ Աստծու եւ ընդդեմ սահմանադրության, այսինքն սրանք ամեն ինչին են դեմ։ Բոլորը Բենտլի Սամոյել, Կճոյան, Փաշինյան Նիկոլ։ Այո, այս տարի իրանց համար շատ եռուն տարի է լինելու, բայց վերջը չասեց է, վերջը իրանց գործողությունների մեջ այս տարի իրանք լինել են առավել եւս ցինիկ եւ անսահմանափակ ցինիկության մեջ, բայց նույնիսկ ընկերում վերջը չասեց այդ կինը, վերջը ես հենց հասկացա, իրա բարերով ասած, որ լինելու է նաեւ մեծ կոնսոլիդացիա սրանց դեմ, առանց վախենալու, որովհետեւ միշտ վերջում մի լավ բան նշեց, ասեց, որ չարը որպես այդպեսին չի վերանում, չարը ուղղակի բալանսի է բերվում բարու հետ, չարը այդպեսին, որպես չի վերանում, իսկ չարի բալանսը դա իր պարտությունն է, երբ որ ինքը գալի նստում է իր տեղը, հա, այնպես որ մենք այս տարի գործ ունենք անելու առանց վախենալու, առանց խոճապի մեջ ընկնելու, ուղղակի պետք ավելի ռեալ պետք է նայենք այն ինչին, որ մենք ունենք, այն իրականությանը։ Եվ այսպես Ժանա Ալեքսանյանն է շատ հետաքրքիր գրում, որ ամենանողկալին այն է, որ միտումնավոր մտածված որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այսօրը։
Սուրբ Սրենձյան Աստված հայտնության օրը, տոնը։ Անունը դրել է Բալենորոքում, ձեռագիրը նույնն է, հիշում ենք Արցախյան պատերազմը, ինչպես էր անվանվել, հաղթելու ենք, հիմա Բալենորոքում ենք, քեզ Բալենորոքի, մեղքերի մեջ թաղված ես, չնայած անդառնալության շեմը հատված է։ Քեզպեսներին ասում են անդարձ մեղավոր, մեծ համախմբում ամուսություն, զորություն եմ ցանկանում մեր եկեղեցուն եւ ժողովրդին։ Անօրեն ճանապարհով եւ տիրադարների կոմպանիայով ոչինչի հասնել հնարավոր չէ։ Միանշանակ համաձայն եմ եւ ինչ որ վերաբերում է քեզ բարենորոգելը, նա բարենորոգելու կարիք չունի, որովհետեւ սա իր դեմքն է, պետք է ճիշտ հասկանանք, սա իր բնությունն է, վերջապես ինքը հնարավորություն ունի իր ամբողջ դեմքով խորությամբ ներկայանալու առանց մտածելու դեռ հետևանքների մասին։ Այսօր ինքը իր պաշտպանված ազգում եւ որպեսզի դուք ճանաչեք մարդուն, տեսեք ինքը պաշտպանված ժամանակ ինչ է խոսում, ինչ է ուզում, երբ որ ինքը վտանգներ չի զգում, դուք լսեք իր խոսակցությունը, լսեք իր ծրագրերի մասին։ Հիմնականում այդպես վիճակներում ընկնում մարդիկ եւ հարբած են, երբ ասենք միամիտ մեծ փող ընկնում ձեռքները, երբ ասենք պատահմամբ իշխանության ղեկին են հասնում, ղեկ անգնում ձեռքը։ Այդ ժամանակ մարդիկ երբ որ ավելի ապահով են իրենց զգում, այդ ժամանակ իրանց իրական ցանկությունները եւ ոլորտները եւ բովանդակությունը ի հայտ գալի։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ զգուշանում են, դուք չեք ճանաչում մարդկանց։ Իրանք միշտ քողարկում են այն ամենը իրականում ինչ կա իրենց մեջ։ Գտանք առաջ։ Մենք սա լսեցինք ոնց որ թե գլխավորած ուխտաերթին, Փաշինյանի գլխավորած ուխտաերթ։ Փաստորեն այդ քարավաններին Փաշինյան Նիկոլն է գլխավորելու ուխտերի երթին, ուխտաեր, հոյակապ են ասել, հոյակապ։ Իրանք իրանց մասին ավելի շատ բան են ասում, քան մենք կարող ենք ուղղակի հորինել։ Եվ այսպես մեծ պարտականություն է դրված մանավանդ Գյումրի վրա, Գյումրի մարզպետի վրա, որ նա պետք է անպայման մեծ մասնակցություն ապահովի, մեծ Երևանում անցկացվելիք այդ միջոցառման համար։ Հիմա այս մասից կախված մարզպետը ընկած դռնեդուր, դպրոցից դպրոց, պոլիկլինիկայից պոլիկլինիկա, մարդիկը հավաքագրում գլուխ քանակ, գլխականակ Երևան բերելու համար։ Իսկ Առողջապահության նախարարն էլ իր կողմից խոսքատվել մեկ միկրոավտոբուս բժիշկ նվիրի որպես գլխականակ այդ միջոցառմանը։ Ես ուզում եմ հատ այս սրան նայեք, մեկ էլ այն նախկին միջոցառմանը, այս միջոցառումը կներեք ասում սրանց, Բայց դուք տեսեք պետական միջոցները վատնվում այս կամպանիաների վրա։ Տեսեք պետության փողերը ուր գնում։ Պետության ռեսուրսները, պետության մասնագիտական ռեսուրսները, ասենք կառավարության մտահոգությունները ինչու՞մն են։ Մենք կարող ենք վստահ ասել, ու կարող ենք վստահ ասել, որ այն մարդիկ, որոնք համաձայն են այս օրակարգերի հետ, նրանք կամ կատարյալ ապուշ են, կամ վարձ կան, որովհետև ոչ մի պետական օրակարգի մեջ նման միջոցառումներ չեն կարող լինել։ Պետություն, որը պատերազմից 5 րոպե ապակաս, որը աղքատության 60%-անոց ցուցանիշ ունի, որը արտադրություն չունի, որտեղ հեծը չի կարողանում հոսանք մատակարարի մարդկանց, որտեղ օդի աղտոտվածությունը այնքան է գերազանցում, որտեղ ապրել ուղղակի վտանգավոր է նույնիսկ իրենց համար։ Այսինքն մոտավորապես այս որակի երկրում այսպիսի օրակարգեր հետապնդելը հանցագործություն չհամարելու համար պետք է կատարյալ ապուշ լինել։ Կատարյալ։ Անմնացող կամ վարձ կան։ Ես սա առանց երկմտելու եմ ասում։ Եթե Հայաստանում կգտնեք մեկ մարդու, ովքեր լուրջ հետևում են այս օրակարգին եւ մտածում են սա կառավարության գործն է, ու այս ռեսուրսները, որ մսխվում են սրա վրա, սրանք հանցագործություն չեն, այլ պետականաշինություն, դուք տեսնում եք կատարյալ ապուշի կամ վարձ կան։
ինչ ոնց ուզում եք դուք ձևակերպեք, ես փորձում եմ մաքսիմալ մեղմ արտահայտվել։ Եվ այսպես, սա հայերին խմբերի բաժանելու եւ միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթաց է, ասում է Գոհար Մելոյանը, սահմանադրագետ։ Հա, սա հիմա մասնագետի խոսքը, հա։ Նիկոլ Փաշինյանը չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը բացահայտ միջամտում է առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի։ Ինքը որոշում է, որ ինչ-որ գործընթաց է սկսում, որի իրավասությունը ինքը ընդհանրապես չունի։ Սա ասում է ավելի բացահայտ հակասահմանադրական եւ հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։ Սա սահմանադրագետի խոսքն է։ Տեսեք, ես ասում եմ իմը, հղում եմ կատարում սահմանադրագետին, դրա համար վստահությամբ ասում եմ նաեւ, ովքեր սա մեջ հանցագործություն չեն տեսնում, կամ կատարել ապուշ են, կամ վարձկա։ Սա հայերին խմբերի բաժանելու եւ միմյանց դեմ հանելու հերթական անցուլաճերի գործընթաց է, ինքը ինչ որ անում է։ Հասկացեք, որ այս մարդը ինքը կառուցողական երևույթ չի, ինքը սատանա է, ինքը չի կարող ծաղկացնել միջավայրը, ինքը կարող է քանդել, որովհետեւ իր ռեսուրսը եւ իր հետաքրքրությունները այդտեղ է, իր կյանքի փորձը հենց այդտեղ է, ինտրիգներ, խառնակցություն, դավաճանություն, սա է իր բովանդակությունն բնությունը, դրա համար էլ ինքը անընդհատ է շարժման մեջ է։ Իմիջիայլոց դուք էլ ձեր շրջապատում նկատած կլինեք, եթե դուք հավաքվել եք 4-5 հոգով թեկուս, դուք կնկատեք, մի քիչ երկար նստելուց հետո ով ինչից է անընդհատ խոսում։ Դուք էլ նկատած կլինեք, ասենք մարդկա հակված է անընդհատ սանից նրանից խոսելու։ Անընդհատ հակված է ինչ-որ բանը փնփնթալու կամել, անընդհատ հակված է ինչ-որ բամբասելու։ Մարդկա ուղղակի հետաքրքիր թեմա է ման գալի, մարդկա ուզում է լսի, հա։ Մարդկա նորություն ազում, նոր բան ազում իմանա։ Մարդկա քաղաքականությունից է սիրում խոսել, մարդկա երաժշտությունից, փիլիսոփայությունից, արվեստից կամ չգիտեմ։ Հա, բայց ամեն մեկը մի քիչ երկար նստելուց զգացվում է ինքը իր տրամադրությունների միտքը որ ուղղությամբ աշխատում։ Ես դա շատ վաղուց եմ հասկացել, դրա համար քիչ իմ շփման միջավայրը եւ միջավայրերը եւ մասշտաբներն ա քչացել, որովհետեւ ուրիշի կյանքը ինձ չի հետաքրքրում։ Հա, առօրյա շուկայի մինչայինը որտեղ է, դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրել է բացառապես պատմություն, արվեստ, քաղաքականություն, հիմնականում էլ վերջերս, առաջ էլ առանձնապես ինձ հետաքրքիր չէ։ Այսինքն ինչ-որ բան, որից կարելի է հոգեպես հարստանալ։ Բայց մարդիկը Նիկոլ Փաշինյանն են, իրանց այս ինտրիգներն հետաքրքիր, խոսան ստեղ ոնց գցեցին կամ մարդկա ընդհանուր փողից է խոսում, դուք նկատած կլինեք։ Հիմա այս որակի մարդիկ պետություն է ղեկավարում։ Իրանք չեն կարող տնտեսական հաջողություններից խոսալ, որովհետև դրանք չկա։ Իրանք ինչ են անում։ Անում են ինչ որ ամենալավն է իրանց մոտ ստացվում։ Խառնակցություն, ավիրել, ճղճիմ էժանագին օրակարգեր, որ մի քիչ արժանապատիվ մարդը նույնիսկ կամաչի դրա մասին խոսա, բայց սրանք դարձրել են պետական քաղաքականություն։ Դա դպրոցի ուսուցիչներին 13-րդ աշխատավարձ չեն տվել։ Ինչի տան որ։ Ինչի տան։ Եթե փող կա, հենա իրանց կտանեն։ Ինչի պետքա ուսուցիչը չնչին աշխատավարձի վրա եւս 13-րդ աշխատավարձ ստանա։ Չէ՞ որ Փաշինյան Նիկոլն ասել է, որ դրանք տգետ են։ Եթե տգետ չլինեին, այդ աշխատավարձով չէին աշխատի։ Եթե տգետ են, ուրեմն նշանակում է իրենց 13-րդ աշխատավարձը չի հասնում։ Հասկանում եք, սրանք սենց են վերաբերվում մարդկանց։ Փող իրենց, ու իրանք են նշանակում են պետական աշխատողներին աշխատավարձ, որ հետո իրենց նշանակած աշխատավարձի դիմաց իրենց ասեն տգետ։ Հետո ասեն քեզ 13-րդ աշխատավարձը չի ասում։ Ես ընդհանրապես քեզ բան չի ասում։ Եթե դու այնքան անճար ես, որ դու պետության համար աշխատում ես այդ չնչին գումարով, ու դու տգետ ես, քեզ ոչ մի բան չի ասում։ Միևնույն ժամանակ սպառնան աշխատանքից հեռացնել, եթե դու հանգարց չգաս իրանց պիրս միջոցառումներին չմասնակցես։
Մի կողմից ուզում եմ ասել ուսուցիչներին, դուք եք սա թույլ տվել, բայց մյուս կողմից էլ նայում եմ այդ ուսուցիչներին, ասում, չէ՞ որ մարդն ամբողջ կյանքն է դրան տվել, ինքը դա է կարողանում անել, ինքը դա է կարողանում անել, ափսոս որ ինքը գնահատված չի, այո այդտեղ կա իր ամերքը, անշուշտ, բայց երևի մասամբ այդքան հիմնավոր չէ, որ ես վստահությամբ ասեմ, այ դուք ես ամեն ինչի համար մեղավոր եք, չէ՞, ուսուցիչները, բժիշկները, դրանք խնամքի, պետական խնամքի կարիք ունեն, պետական խնամքի ու պետության որակը կարելի է չափել հենց դրանով, թե բժիշկները եւ ուսուցիչները այդ միջավայրում որքան են հարգված, որքան է պետությունը իրենց գնահատում, իսկ Հայաստանում ուսուցիչ պետք չի, պետք չի ուղղակի, որովհետեւ ուսյալ մարդը Փաշինյան Նիկոլի համար պրոբլեմ է, այս ճիվաղա պետության համար ուսյալ մարդը խնդիր է, ուսյալ մարդը որտեղ հարցեր է տալիս, հարցեր, իրենք չունեն այդ հարցերի պատասխան, իրենք եկեղեցին ազատագրում, պիրծերի խմբակով, ալվամոլներով եկեղեցին ազատագրում, դրամատել օգտագործելով ամբողջ ուժայինների ռեսուրսները, մյուս կատարյալ տգետը, որի այգին գրում է, որ 2006 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլև մեզանից մեր լավագույն տարբերակը կերտվելու։ Ինչ խոսքեր են, քո լավագույն տարբերակը դու վաղուց կերտել ես։ Ամբողջ ղրերը գիտի քո լավագույն տարբերակը։ Այս քո fake տարբերակն է, դու չես կարող ասես քեզ լավագույն տարբերակ կրել, կերտել։ Ափսոս ստատուսդ 20 տարի ուշացել է։ Ու ինքը խոսում է ոչ միայն կրթվելու մասին։ Նա ափսոս 20 տարի ուշացել ես։ Ուղղակի հուշեք իրան, որ արդեն 2026 թիվն է։ Հիմա գանք ամենակարևորին։ Փաշինյան եմ ասում։ Ալիևը պարզ, շատ հստակ, բավականին անկեղծ պատմել է այս 5 տարվա իր քաղաքականության մասին։ Վազքյան անգամ չեմ կասկածել, որ սենց էլ եղել է։ Օրինակ հենց 20 թվականի պատերազմից հետո սկսել է կառուցել այդ միջանցքը, գրում է դրա մասին։ Ինքը կառուցել է կասկած չունենալով, որ դա իրականանալու է։ Կասկած չունենալով, որ դա իրականանալու է։ Եվ ասում է իմ հռետորաբանությունը եւ իմ ինքնավստահությունը բերեց նրան, որ դա իրականանում է։ Հայաստանը չի կարող ինձ մերժել, Հայաստանը չի կարող արգելել դրա իրականացմանը։ Դրա դիմաց շատ թանկ կվճարի։ Կարեք մի պահ մոռանանք, որ Ալիևը թշնամի է։ Բայց հոյակապ ստրատեգ։ Ինքը որոշել է, որ տենց պետք է լինի, ծախսերն անում է, խոսում է ամենայն վստահությամբ, որ դա լինելու է, ու պարտադրում է դիմացինին դա անել։ Մի պահ մոռանանք, որ դա մեզ ավերաբերվում, որ ինքը մեր թշնամին է։ Երբ որ մոռանում ենք, ասում ենք կարգին ստրատեգ է։ Երբ որ հասկանում ենք, որ դա մեր նկատմամբ է, մեկ էլ հիշում ենք ով անդր վերևում նստած, հասկանում ենք, որ մենք մեծ Նիկոլի մեջ են գտնվում, շատ մեծ, շատ։ Իդեպ ասում եմ, որ Հայաստանում դեռ ոչ մի բան կառուցված չի, բայց եթե չկառուցեց, Հայաստանը մեծ պրոբլեմ կունենա։ Ընդ որում հայտարարում են, որ այդ ճանապարհը իրենց սեփականությունն է լինել։ Եվ երկաթգիծը, եւ ավտոճանապարհը իրենց սեփականությունն է լինել։ Հասկանում եք, որ ուրիշի հողի մեջ ոչ մի ճանապարհ չի կարող այլ երկրի սեփականությունը լինի։ Ինքը դա էլ է հայտարարում։ Դա էլ հայտարարում, որ Նիկոլը հասկանա ինչ պետք է անի։ Ինքը ինչ ուզում է հայտարարում է, որ դա Նիկոլը ուղղակի իրականացնի։ Դե ոնց չասես։ Ոնց չասես, Ալիև, դու երբ կորցնես Նիկոլին, կշրջվի քո եւ Ադրբեջանի վերջին էջը, որովհետեւ դու էլ ես փաստորեն փաստում, որ քո միակ գործիքը, որ աշխատում է, դա Փաշինյան Նիկոլն է։
Ընդ որում խոսքի մակարդակի վրա դու դեռ ասում ես ասել անում։ Դե հիմա մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը շուտ հասունանա։ Շատ շուտ։ Ու հասունանալու է։ Մյուս մասով Պարզ ասում Ալիևը, ինչ որ ամեն օրվա գրաֆիկով ասում եմ ես, որ աշխարհի այսօրվա կառուցվածքի մեջ մի բան է հաստատ, որ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի։ Եթե չկա միջազգային իրավունք, Ալիևը ինչի պետք է հանդուրժի Հայաստանի գոյություն ունենալը։ Կարա չէ զենքով խլի։ Չէր խլում ժամանակին տվկան միջազգային իրավունք։ Կային մեծ տերություններ, որոնք թույլ չէին տա դա իրականանալ։ Բայց այսօր նույն տերություններն են խախտում այդ կանոնները։ Խախտում են Ամերիկայից սկսած։ Ու ինքը պարզ դրա մասին ասում է, որ այլևս չկա միջազգային իրավունք։ Այն միակ իրավունքը, միակ խարիսխը, որ մենք որպես պետություն փաթաթված ենք դրա շուրջ մեր գոյությունը պաշտպանելու համար։ Որովհետև եթե չկա միջազգային իրավունք, Հայաստանը, այսօրվա Հայաստանը առավելևս գոյության շանս չունի։ Շանս։ Եվ Ալիևը դա արդեն փաստում է։ Իսկ Հայաստանում ի՞նչ է կատարվում։ Պատարակներ։ Ու որոշ մարդիկ սա ընդունում են որպես պետական օրակարգ։ Ու չեն հասկանում, որ սա երեք խոզուկների պատմությունն է, որ հաշվի չեն առնում ինչ է սպասվում իրենց։ Իրենց քեֆին ֆրֆռում են, ինչ ուզում անում են։ Մեկը տունակառուցում, մնացածի վեճի չի, հեչ էական չի ինչ է կատարվում։ Դե հիմա, երբ որ սրա մասին շինականը չմտածի, սովորական շարքային աշխատողը, իրանք չի կարելի ոչ մի բան ասել, որովհետև իր պատկերացումներն ու խնդիրները կյանքի վերաբերյալ ուրիշ տեղ է եւ նա պատասխանատվություն չի կրում երկրի կառավարման համար, բայց երբ որ սա չեն նկատում կամ նկատելուց չեն բարձրաձայնում աղաղակում իրենց մասնագետ հորջորջողները, դրանք ասում կամ կատարյալ ապուշ են, իսկ հայերի մեջ ապուշ չկա, կամ սրի, այսինքն երկրորդ տարբերակ, բարձ կամ Եվ այսպես Էրդողանը պնդում է, որ պատերազմի ժամանակ 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի տարածքից եղել են ուժեր, որոնք Սփյուռքի հետ, հայկական Սփյուռքի հետ համատեղ օգնել են Հայաստանին։ Այսինքն ինքը ասում է, որ Թուրքիայում կան ուժեր, որոնք այս 44 օրյա պատերազմի ժամանակ Սփյուռքի հետ համատեղ օգնել են Հայաստանին։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ ռեպրեսիաներ է սպասվում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, որոնց մեղադրելու է Սփյուռքի հետ Հայաստանի օգնելու եւ Թուրքիայի նկատմամբ ասեն դավաճանական գործողություններ անելու մեջ։ Հիմա գալիս են գնում ամեն ինչ իր տեղը։ Երկու թշնամիկ է եկեղեցին, որի դեմ պայքարում է Փաշինյան Նիկոլը, եւ Սփյուռքը, որը անցնում ենք արդեն հաջորդին, տեսնենք ոնց է այդ գործիքակազմը ոնց է աշխատելու Սփյուռքին մեղադրելու եւ Սփյուռքին կտրելու այդ գործիքակազմը որն է։ Ես օրինակ լավ չեմ պատկերացնում, հա։ Բայց երևի իրանք մի բան գիտեն, որ ասում են։ Մի բան որոշել են, որ ասում են։ Ես չեմ ուզում սպասեմ, տեսնեմ ինչ է լինելու։ Ես ուզում եմ Սփյուռքի մեր երևելիները, որոնք կուսակցական գործիչներ են, հանրային գործիչներ են Սփյուռքում, հա։ Դրանք երկարատև, ասեմ, պատմություն ունեցող կառույցների ղեկավարներ են։ Մի բան պետք է անեն ընկերները։ Մի բան պետք է անեն իրար հետ առանց Հայաստանի կառավարության, որովհետև այսօր հայ ժողովուրդը ձեր կարիքը Սփյուռքի այդ ղեկավարների ավելի շատ կարիք ունի, քան Հայաստանի կառավարության, որովհետև Հայաստանի կառավարությունը դա հայ ժողովրդի շահերի սպասարկում չի, այլ Էրդողանի շահերի սպասարկումն է։ Դրա համար ես ում հետ խոսում եմ, ինձ հարցում են, ինչ կա ապեր, Սփյուռքը ինչ է մտածում, ինչ է նախապատրաստում։ Դժվար հարց է, բայց ես շաբաթ օրը կաշխատեմ այդ հարցի պատասխանը ուղիղ եթերում ձեր հետ ստանալ։ Հա, ես արդեն իմ
մտքի մեջ հյուր ունեմ շաբաթօրվա ուղիղթերում հարց ու պատասխանի ֆորմատով ունենալ այդ հարցերը եւ ստանալ նաեւ պատասխաններ։ Եթե դուք հիշում եք, մի 2 օր առաջ ընդամենը չի 3 էր կարծեմ Իսրայելի նպատակների մասին խոսում է, որ դեռ 2001 թվականին ցուցակ ա եղել 7 երկիր քանդել 5 տարվա մեջ, որտեղ նաև Իրանն է։ Ես ասում եի, որ դա իրականացնելուց հետո հաջորդը լինելու է Թուրքիան, որովհետև ըստ իրենց քարտեզի, մեծ Իսրայելի քարտեզի, Թուրքիայի մի մասը գնում է Իսրայելի։ Հետևաբար, եթե հանկարծ հաջողվեց իրանց սիրիականացնել Իրանը, հաջորդը լինելու է Թուրքիան։ Եվ այսպես արդեն դրա մասին խոսում են։ Դամենը մենք երեք ենք այդ մասին խոսում։ Won't stop here. They want to destroy everyone one by one. Now the next target has arrived, Turkey. And yes, Pakistan is also on their radar. They want to involve India in that plan. But for now, Turkey is in their crosshairs. Look at the man on your screen. He's one of Israel's top-level journalists. Սա խոսացողը Իսրայելի ամենաբարձր լեվելի մակարդակի լրագրողներից է, որը հիմնականում տիրապետում է բոլոր գաղտնի ինֆորմացիաներին։ Launched a media channel and is deeply connected with Israel's political elite. His name is Yoni Ben Menachem, and the things he says are not mere opinions. He often speaks of classified plans he's aware of. Նա պատահական թեմաների մասին երբեք չի խոսում է բացառապես գաղտնի պետական ծրագրերի շրջանակներում։ Practically revealing what Israel is planning next. He has now openly declared Turkey is our next enemy. Նա ասում է բացահայտ սահմանել է, որ Թուրքիան իրենց հաջորդ թշնամին է։ Այն ինչ որ իրանք պատրաստում են անել, արդեն Իրանի հետ իմիջիալոց համարում են արդեն ավարտած, չգիտես ինչի, որ արդեն Իրանը իրենց ձեռքում է եւ անցել են Թուրքիայի։ Ես չեմ զարմանա, եթե ես կզարմանամ, եթե Իրանի հարցերը լուծեն, բայց եթե Իրանի հարցերը լուծվեց, ըստ իրանց բաների, հաջորդը Թուրքիան է լինելու անկասկած, որովհետև ասում եմ, մեծ Իսրայելի քարտեզի մեջ Թուրքիան կա։ Իսկ Իսրայելի պլանը հետևյալում է, որ այդ տարածաշրջանում ոչ մի հզոր երկիր չի կարող գոյություն ունենալ, որը կարող է սպառնա երբևէ Իսրայելի անվտանգությանը։ Դա մեջ մտնում է եւ Թուրքիան, եւ Պակիստանը։ Until now, many thought the goal was to pit India against Pakistan or destabilize Syria. But this time he said it directly, Turkey is next. He claims Iran has already been defeated, or at least that their downfall is underway. Եվ պարզվում է, որ Իրանը արդեն մի խոսքով Իրանին հաղթել են, կամ Իրանի բանը, ասենք կոլապսը արդեն ճանապարհին է գալիս է, պատրաստ է։ Ու սա միակ լրագրողը չի, սա միակ խոսափողը չի, ոնց եմ այս մեկին լսեք։ Diplomatic I ties. think we should cut ties Okay. with Turkey. It's an enemy state. Ոնց է։ Պարզ ասում է, որ ինքը վստահ որ պետք է խզել կապերը Թուրքիայի հետ, որ դա ճշտամի պետություն է։ Բայց պետք է ասեմ, որ ես ամբողջ 2 տարին, որով Իսրայելը պատերազմել է, ցեղասպանել է ամբողջ Պաղեստինը, Թուրքիան եղել է ամենամեծ մատակարարը, ամեն ինչի մասով Թուրքիային։ Իսրայելին, Թուրքիան եղել է ամենամեծ մատակարարը եւ Թուրքիայի միջոցով է գնացել իսրայելական, վառելանյութը, Թուրքիան մատակարարել է ամեն ինչ պետք է եղել ռազմական այդ ամբողջ հսկայական մեքենան պաղեստինցիների դեմ աշխատացնելու համար։ Բայց ուղղակի այդ ամեն ինչը ձևակերպել է, որ այդ ապրանքները գնում է Պաղեստին, ոչ թե Իսրայել։ Թղթով գնում է Պաղեստին, բայց դրանք հասնում են Իսրայել, որովհետև Պաղեստին ոչ մի բան չի հասնում։ Եվ այդպես է մեխանիզմը։ Թղթերով հասած Սերժիկի ամեն ինչ կարգին։ Թուրքիան կապ չունի Իսրայելի հետ, թղթերով, բայց այդ ապրանքները ուղիղ մտել են Իսրայել։ Եվ հիմա պարզ ասում են, հաջորդը Թուրքիան է։ Նույնիսկ եմ ասում, ես չեմ զարմանալ, եթե իրանք կարողանան Իրանի հարցերը լուծել։ Իրանի վիճակը նմանացնում է մեր
հայրաքելական եկեղեցու կարգավիճակի հետ։ Եթե դուք հիշում եք, դեռ հունիս ամսվանից մենք Գալիլեի կաթողիկոսին խնդրում ենք, որ միջոցներ ձեռք առնվի, որտեղ այդ խնդիրը կա, հա, ինքը խոսելի է, եւ միջոցներ ձեռք առնի, որպեսզի նա ունենա, ասենք, տարբերակ, հա, ունենա արտուրակից, որի եթե ինքը չլինի, իր արդեն փոխարինողը կա այնտեղ։ Եվ դրանով նեյտրալիզացնում է բոլոր տեսակի հույսերը Փաշինյան Նիկոլի իշխանություն խլելու, եկեղեցին տապալելու։ Այսինքն նույն հնարավորությունը ուներ Իրանը հունիս ամսվանից կատարել որոշակի ռեֆորմներ, հասկանալով հանդերձ, որ ամեն դեպքում իշխանությունը իրանական ինքը խոցելի է։ Այդ կարգերը բռնատիրական ճիշտ է իրանք հանեցին, ասենք, հիջաբի պարտադիր լինելը եւ այլն, բայց դրանք շատ չնչին քայլեր է, չնչին քայլեր փաստորեն դուրս եկավ այդպես, որպեսզի կարողանան ամբողջական լուծեն ներքին կոնֆլիկտները, որոնք կա, որոնք այսօր արդեն փողոցներում լցված են, արդեն 19 հոգի մարդ է սպանվել։ Այսօր իմ ասենք, որ արդեն ուղիղ կրակել են ժողովրդի վրա։ Եթե բանը հասավ ուղիղ կրակելու ժողովրդի վրա, ուրեմն Իրանի կոլապսը ավելի հավանական է դառնում։ Միայն այդ դեպքում կարա կոլապս լինի, երբ որ ժողովուրդը խառնվի, ասենք, իրոք ապստամբետ կառավարության դեմ, եւ այդ պարագայում Իսրայելի շանսերը շատ ավելի մեծանում այդ երկիրը քանդելու համար։ Հակառակ պարագայում, եթե այդ ռեֆորմները սկսվել են ներսից, ոչ Իսրայելը, ոչ Ամերիկան, ոչ մի ռեսուրս եւ հնարավորություն չէին ունենա այդ երկրի վրա որևէ ձևով ազդել։ Իսկ Լինսի Գրեմը գրում է, որ սա ամենամեծ սիոնիստն է, առաջարկում է Թրամփին, որ Թրամփը Իրանը սարքի հզոր, նորից հզոր, հա, make it great again, ինչպես Ամերիկան սարքեց։ Իբր Ամերիկան արդեն սարքել է հզոր։ Երևի մտածում է Վենեսուելայի նախագահին առևանգելը դա արդեն հզորության նշան է։ Չէ, դա ուղղակի առևանգում է, դա հզորության հետ կապ չունի։ Հզորությունը գիտեք ոլեկներներ։ Երբ որ առնվազն գոնե մնաց այն կարգավիճակում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչ որ Բայդենի ժամանակ էր։ Իր ազդեցությամբ, ֆինանսական կայունությամբ, համաշխարհային ստատուս քվոյով, հարցերի եւ քաղաքական այն որոշումների նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության աստիճանով, այսօր ռագատկի քար դարձել բանը Թրամփը ու Լինսի Գրեմի նմանների համար սա հզորություն է, գիտեք ինչի, որովհետև իրականացնում է ամբողջական Իսրայելի ցանկությունը, դա է իրանց պետք։ Իրանց պետք չի Ամերիկայի հզորությունը, պետք է Ամերիկայի փողը, Ամերիկայի պատերազմները, Ամերիկայի զենքը, ամերիկացի զինվորների հաշվին իրականացնել են ինչ որ Իսրայելի պետք է։ Դաման հիմա առաջարկում են Իրանին սարքել հզոր, ինչպես առաջ է եղել։ Իսկ Իրանում ամեն ինչ չի, որ այդքան միանշանակ է։ Օրինակ Իրանի քրդերը պարզ ասում են, որ այդ իրանց Ռեզա Փահլավի նախկին շահի տղեն, հա, բացարձակապես իրանց հետաքրքիր չի ու իրաց մոտ ռեյտինգ չունի։ Բացարձակապես ոչ միայն որ նա պատրաստ է արյան գնով գա, հա, վերականգնի իր իշխանությունը, չէ, ուղղակի քրդերը, որոնք հսկայական թիվ են կազմում այնտեղ ու պատրաստ են կռիվ տալու, իրենք հիշում են, որ Ռեզա Փահլավին, ասեմ 62 թե 64 թվականի մի հատ նայեք, նրա պապը 40 թվականին աչքի ընկել քրդերի նկատմամբ դաժան վերաբերմունքով։ Եվ փաստորեն քրդերը դա հիշելով բոլորին ողջորված չեն Ռեզա Փահլավիների իշխանության վերականգնմանը։ Բայց երբ որ սկսեց քաղաքացիական պատերազմը եւ կոլապսի ենթարկվեց իրանական իշխանությունը, կարծում եմ քրդերին շանս չի մնալու անել, քան ընդունել են իրականությունը ինչ որ կա։ Հուսով եմ բանը դրան չի հասնի։ Հուսով եմ Խամենեին կարողանա այդ հարցերը լուծել առանց արտաքին ուժերի միջամտության։ Մեզ Հայաստանից դա է պետք, որովհետև եթե հանկարծ Իրանում սկսվեց քաոս, այն ինչ որ ուզում է իրականացնի Իսրայելը, Հայաստանից ոչ մի բան չի մնա։ Բացարձակապես ու սա չափազանցություն չի։
Իդեպ այն խնդրեմը, որ ցակել է Իրանում, որի պատճառով այդ ապստամբությունն ապաստացի իրականացվում ամենօրվա ռեժիմով, նույն խնդրեմը կա նաև Թուրքիայում։ Դա արժեզրկումն է, ինֆլյացիան։ Մի քիչ ավելի պակաս տեմպերով ինֆլյացիա Թուրքիայում։ Եվ նույնքան կատաստրոֆիկ է արդեն թուրքական տնտեսության վիճակը։ Միշտ վատ է եղել, բայց այսօր դա շատ ավելի վատ է։ Էլի չի բացառվում, որ երբ որ Իսրայելն ասում է պետք է հաջորդը մտնենք Թուրքիա, նաև այդ ինֆլյացիայի մեջ եւ Իրանի եւ ընդերվի այդ ինֆլյացիայի մեջ ինքը ունենա դեր ու նշանակություն։ Սա արհեստականորեն ստեղծված դե ֆինանսական կառույցներում են պատկանում։ Մենք բոլորս գիտենք։ Իրա կողմից ստեղծված ճգնաժամեր լինեն, որոնք քանդում է տնտեսությունը երկիրը ներսից եւ գրավելու համար այն դարձնում է շատ ավելի դյուրին եւ հեշտ, քան ասենք, երբ որ երկիրը տնտեսություն ունի, կայունա զարգացում է եւ այլն։ Դա շատ է դժվարացնում թշնամու գործը։ Իսկ երբ որ այնտեղ խնդիրներ կա ֆինանսական եւ այդ չեմ ասում, ինֆլյացիայի պատճառով փողոցը դուրսն է, մարդիկ փողոցում են գնել, սկալբարեսից, մարդիկ փողոցում են։ Դա համարյալ կիսա մեկ ոտի վրա կանգնած մարդն է, էլի։ Բայց թեթև կպնում ես ինքը արդեն սկսում է ճոճվել ու գուցե նաև ընկնել։ Թրամփի դաստղային ժամանակի մեջ է շատ ոգևորված իր առևանգումով, հիմա էլ ուղղակի հայտարարում է, որ նույնիսկ այս նոր նախագահը, որ ստանձնել է կառավարումը, պետք է ճիշտ քայլեր անի։ Իրանց ուզած Ամերիկայի ուզածը պետք է անի, անպայման։ Դե Ամերիկայի ուզածը մենք գիտենք որ Վենեսուելայի նավթը Ամերիկան պետք է վաճառի։ Ամերիկյան կամպանիաները վերջ։ Ու ինքը բանանում, սպառնում է ռմբակոծության պատերազմով, եթե այս կինը, որը արդեն վերցել է պաշտոնը, դատարանով նշանակվել է, սահմանադրել են, եթե չանի այն ինչ որ ճիշտ է, սենց է ինքը ձևակերպում, հա։ Շատ ավելի մեծ գին կվճարի, քան Մադուրոն այդ կինն ասում։ Եթե չանի այն, ինչ ճիշտ է։ Հետն էլ ավելացում է Վենեսուելան մեռած երկիր է եւ ԱՄՆ-ն կղեկավարի այն։ Ասենք իրանք արդեն որոշել են, որ Ամերիկան է ղեկավարում։ Այսօր դա մասին խոսացել է իմջալոց Մարկո Ռուբիո։ Որ իրանք արդեն ուղիղ ղեկավարում են։ Իսկ սա գրավել է, սա անեքսիա է։ Marco Rubio just got carved up on live TV and exposed for arresting Maduro over indictments on drug trafficking charges, yet Donald Trump pardoned the former president of Honduras who had even more charges. Look at this embarrassing moment for Rubio. Read the indictment. This guy used the levers of their security apparatus not to arrest drug traffickers, but to cooperate and facilitate the trafficking of drugs for the purpose of getting them into the United States. And that's going to stop. And yet, Mr. Secretary, a month ago, President Trump pardoned the former president of Honduras, who was just starting a 45-year sentence for trafficking more than 500 tons of cocaine. Does Պաստորեն նարկոտիկի տրաֆիկինգի մեջ է խառնված եղել, դրա համար է իրան գրավել, բայց ասում եմ մի վարք են ասում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը ներեց Հոնդուրասի նախագահին, որը 500 տոննա, 500 տոննա ասես կարծեմ, նարկոտիկ բերելու մեջ էր մեղադրվում եւ դատապարտված էր 45 տարվա եւ Թրամփը դրան ներում է։ Սա ոնց հասկանալ։ Այսինքն ապացուցված է մեղադրանքը, բռնել են, դատում են 45 տարի արդեն վերնոտված կա։ Դրան ներում է շնորհ Հոնդուրասի նախագահի, բայց փոխարենը առևանգում է Վենեսուելային։ Տեսնենք Մարկո Ռուբիոն ինչ ասում։ That not undercut the administration's stated goal, as you just said, to go after these narco-terrorists? Number one, the former president of Honduras. So this is not someone who was in power.
Չէ, ասում եմ, դա նախկին նախագահն էր ասում։ Տեսեն, տղեն բան։ Ասկի նախկին նախագահն է, կարելի է ներել։ Սա Մարկո Ռուբիոյի պատասխանն է։ Այսինքն նարկոտրաֆիկով զբաղվողը ընդել 500 տոննա, հա, նարկոտիկով բերողը։ Ասում եթե նախագահ չի, ոչինչ։ Եթե նախկին նախագահը կարելի է իրան ներել։ Any influence of the politics of Honduras any longer. Number two, I don't do the Եվ նա ասում է, բան չունի, էլ արդեն ազդեցություն չունի Հոնդուրասի քաղաքականության վրա։ Գանձա, մորքուրի գանձն է։ pardon file. I'm not against it or for it. I just didn't review the file, so I can't speak to you about the dynamics that led the president to make the decision that he made. Ասում եմ, չեմ կարող պատասխանել միջի այդ փոթոշումը կայացել։ So he knows all about one indictment for Maduro, but suddenly he has no idea about what Trump did with the Հստով։ Լրիվ Նիկոլ վիճակա, այն ինչ որ անում է Թրամփի կողմից, դա հաստատ ճիշտ է, եթե դա վերջի абսուրդ է, վերջի абսուրդն է, հա, մնացած ամեն ինչ նորմալ է, սա կոչվում է քաղաքականություն, եթե հաշվի չառնենք իհարկե, մի հատ հանգամանք, որ Թրամփը հայտարարում է, որ հաջորդը բանն է, Գրենլանդիան, խնդրեմ, It's so strategic. Right now, Greenland is covered with Russian. We need Greenland. Հիմա էլ ասում եմ, մեզ պետք է Գրենլանդիան։ From a national security. Մեր ազգային անվտանգության համար հիմա էլ մեզ պետք է Գրենլանդիան վերջ, եթե կարող ենք խլել, կարող ենք առևանգել Վենեսուելայի նախագահին, ինչի չեն կարող գրավել Գրենլանդիան։ Դա մեր ազգային անվտանգության համար շատ կարևոր է։ The situation. It's so strategic. Right now, Greenland is covered with Russian and Chinese ships all up. Ասում եմ, հիմա Գրենլանդիայի շուրջը պատտվում են չինական եւ ռուսական նավերը։ We need Greenland from the standpoint of national security. And Denmark is not going to be able to do it, I can tell. Եվ ասում եմ, մեծ պետք է Գրենլանդիան եւ Դանիան ոչ մի չի կարողանում։ Ոչ մի չի կարողանել։ Գիտեք, այսինքն ոչ մեկի համար գաղտնիք չի վերաբերմունքը Պուտինի նկատմամբ։ Այսինքն Պուտինն ամբողջ կյանքում արել է, ինչ որ նա ասում է Թրամփը։ Ու բնականաբար ես չեմ կարող ասել, որ Թրամփին կարելի է, այդ Պուտինին չէր կարելի։ Ես չեմ կարող ասել, դա բարոյական չի լինի։ Ինչքան էլ որ ժամանակին, ով գիտեք, որ ես մտածել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդերը որ վերցրել է, դա իրականացնում է, դա համաշխարհային մասշտաբով ոնց որ արբիտրի, հա, դերն էր, կարգավորող, օրենքներին հետևող, ինչ-որտեղ պարտադրող, օրենքներն աշխատել, բայց այսօր այդպես չի։ Այսօր այդպես չի։ Թրամփը պահում իրան ունեց, ոնց որ Պուտինը։ Պուտինն ասել է Իվանը Ուկրաինան իրան պետք է վերցնում։ Վերջ։ Հիմա ինքը որոշել է, որ հիմա էլ եթե Վենեսուելան կարող են վերցնել, ասում է, եթե չտակ ռմբակոծելու են, Գրենլանդիան ինչի՞ չպետք է վերցնի։ Ոչ մի խնդրեմ կա, Գրենլանդիան դա Եվրոպային է։ Պատկանում։ Եթե ասենք Մադուրոյի ընտրությունները ոչ մեկ չէ ճանաչի, ՄԱԿ-ը, փաստորեն չէ ճանաչի։ ՄԱԿ-ը ստերի իրանով դանով է խոցելի։ Միացյալ ազգերի կազմակերպությունը Մադուրոյի ընտրությունները չճանաչել։ Իրան ոչ լեգիտիմ նախագահ էր համարում, բայց ընդ որում համարելով ոչ լեգիտիմ նախագահ, էլի կոչ է արվում զսպված մնալ եւ հեռու մնալ այդ երկրից, այդ սուվերեն երկրից։ Հա, ճիշտ է ինքը որպես անձ ինքը բան չի, խոցելի է, ինքը լեգիտիմ չի, բայց երկրի ինչ կապ ունի դրա, երկրից պետք է հեռու մնալ։ Եվ Շվեյցարիան միանգամից սարսնում է Մադուրոյի բոլոր ակտիվները ու իր հետ կապված բոլոր անձանց ակտիվները։ Ես հիշում եմ, որ նման բան եղավ միանգամից Քադաֆիի հետ կապված։ Քադաֆիի 32 միլիարդը միանգամից սարսվեց։ Սադամ Հուսեյնի ֆոնդերը միանգամից սարսվեցին։ Միանգամից։
ես իհարկե չգիտեմ այդ սառեցվելուց հետո այդ փողերը ինչ եղավ, դժվար է ասել, ասենք այդ կարգի փողերը ինչ են լինում սառեցվելուց հետո։ Բայց Շվեյցարիան միանգամից արագ արձագանքում է այն որոշումներին, որոնք կատարվում է փաստորեն կայացվում է Թել Ավիվում եւ Վաշինգտոնում։ Չնայած անունով դուրս է եկել, որ Շվեյցարիան նեյտրալ երկիր է եւ բոլոր նրանք, ովքեր փողերը պահում են Շվեյցարիայում, կարող են հանգիստ լինել, որ դրանք ապահով տեղ ունեն։ Առակս հասկացաք Փաշինյան Նիկոլ եւ Աննա։ Մենք գիտենք, որ ձեր փողերը կդեր են Շվեյցարիայում։ Ասել Մադուրոյի օրինակի վրա է, որ դուք հիշեք, Քադաֆի օրինակի վրա է, որ դուք հիշեք, Սադամի օրինակի վրա է, որ դուք հիշեք։ Ուղղակի ինձ հետաքրքիր է այսօրվա մայքի այդ խորհրդակցության ժամանակ մեկը հիշել է, որ օրինակ Ալիևն է բռնական։ Իսկ Միացյալ Ազգային կազմակերպությունը Ալիևի ընտրությունները ճանաչել օրինական, սա շատ կարևոր հարց է։ Մադուրոն, այո, անօրինական բռնապետ, խոսք չկա դրանց։ Իսկ Ալիևը, որովհետև եթե ասենց է, եթե մեկին չենք ճանաչում, նրան կարելի առևանգել, հա, իսկ Ալիևն չի է։ Լավ, եթե չեք առևանգում Ալիևին, գոնե կարող են Ալիևը բոլոր եվրոպական կառույցներից, բանակցություններից, զրկված լիներ, սանկցիաների տակ լիներ, ինչպես ասենք նույն Վենեսուելան, կարող է լինել, կարող է լինել։ Կարող եմ ես իմ կողմից մեղադրել ամեն դեպքում եվրոպական կառույցների կրկնակի ստանդարտների մեջ գործելու համար, կարող է։ Արդյոք վերացնում է իմ երկրի դիվանագիտության վրայից մեղքի բաժինը իր, իհարկե ոչ, որովհետև այս ամեն ինչի ամենաբարձր գոռացողը պետք է լինել Հայաստանը, որտեղ Մադուրոյի անօրինական լինելու մասին մակում չէին հիշի, եթե չառևանգեին նրան, եթե Ամերիկան չառևանգեի Մադուրոյին, ոչ մեկ չէր հիշի, որ դա անօրինական կառավարիչ է։ Հիմա եթե Հայաստանի ղեկավարությունը խոսեր, Հայաստանի ներկայացուցիչները բարձրաձայնել, որ Ալիևը ոչ միայն բռնակալ է, այլև ռազմական հանցագործ։ Ռազմական հանցագործ։ Այն ինչ որ ասենք Ուկրաինան անում է Պուտինի նկատմամբ, չէ՞ որ ասենք Պուտինին ոնց ճանաչեցին ռազմական հանցագործը, ոնց սկսեցին Ուկրաինային օգնել, ոչ թե Ուկրաինան սկսեց պաշտպանել ռուսների հարձակումը, այլև անցավ ինքը հակահարձակման դիվանագիտական դաշտում, հա, եւ սկսեցին ուղղակի աշխատեցնել են օրենքները, որոնք կարող էին նաև մեր համար աշխատել, բայց մեր կողմից մեր կառավարությունը հակառակ առ այսօր թաքցնում է ռազմական հանցագործությունները Ալիևի եւ կոծկում է նրա ռազմական մեղքերը։ Սա բոլորն են մեղավոր եւ ՄԱԿ-ը, բայց առաջին հերթին Հայաստանի կառավարությունը։ Ուղղակի քանի որ Պուտինից խոսք գնաց, ես մեզ շատ սիրուն նկար կա էլի կոլաժ, Քադաֆինը, Յանուկովիչը, Ասադը, Մադուրոն, Ուտակը, Ճիվա։ Շատ հետաքրքիր օրինաչափություն կա։ Ուղղակի ստա ափսոս Սադամին չեն տեղավորել, կարող էին չէ Սադամին էլ տեղավորել, բա ուր է Սադամը։ Ու շատ հետաքրքիր կլիներ էլի սենց տրամաբանական հերթականությունը շարունակվեր։ Կարծում եմ այս նկարամշակողները մի նկար կավելացնեն ստե Պուտինը նաև Սադամի հետ։ Ափսոս Չաուշեսկու հետ չի ասել նկարը, Չաուշեսկու նկարն էլ այստեղ կսած էր։ Ինչևէ, մենք տեսնում ենք, որ բացառությամբ որոշ բացառությունները բռնականները ունենում են նույն վերջաբանը։ Մնացել է դրանցից Նետանյահուն, Պուտինը եւ Ալիևը, իհարկե Փաշինյան Նիկոլի հետ միասին։ Այսինքն դեռ գործ կա անելու միջազգային ատյաններում դեռ լիք աշխատանք կա անելու, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Ու սա միայն բավական է, որ Ալիևը որպես պետության ղեկավար, այս պետության ղեկավար, ինք ուղղակի դուրս մղվի համաշխարհային բոլոր կառույցներից։ Սա Նախիջևանն է, Ալաքսի ափի մեր ամբողջ ով տարածված
ամբողջ խաչքալերն է, հուշարձաններն է, դուք տեսեք էս, սրանք ինչ են անում։ Այն մարդիկ, որոնք պատրաստ են սրանք մոռանալու, 100 դրամ էժան բենզին գնելու համար, իրենք պետք է պատրաստ լինեն, որ իրանց գերեզմանն են էլի մի օր սենց անել, իրանց տներն էլ, իրանց էլ, իրանց մեքենայով հանդերձ, ամեն ինչ։ Ես կարծում եմ ավելորդ զբաղմունք է իրանց քննադատելը, բայց պետք է իրանց հիշացնել, որ սա սպասում է նայել քեզ։ Ոչ թե քննադատելու համար, ուղղակի մեր խղճի հանգստության համար էլ իրանց ասեն, որ սա դու ես, ու սա դու քո ձեռքով ապահովում ես, որ սա քո հետ պատահի եւ որքան հնարավոր է շուտ։ Հիմա վերադառնանք Եվրոպա։ Դանիայի վարչապետը լուրջ կարծում է, որ վտանգ կա ու Թրամփը լուրջ է տրամադրված։ Դե վտանգ կա։ Եթե մի ժամանակ մտածում են Թրամփը դե հանցագործը, մանկապիրց, պեդոֆիլ, մարդ, որ կարողացել է անհնարին անի բիզնես կյանքում, տակ տա, բանկրոտ դառնա կազինոյում, որը պրակտիկապես հնարավոր չի, մտածում է դե կարող է իր հերթական հիմարություններից, բայց Մադուրոյին ձերբակալելուց հետո սկսել ուղիղ խոսել բանի մասին, Գրենլանդիայի մասին, անհանգստացել է Դանիային եւ պետք է ամբողջ Եվրոպային անհանգստացնի ինձ, ամբողջ Եվրոպային, որովհետեւ եթե վերանում է ստատուս քվոն, որի մասին արդեն խոսում է Ալիևը, դրանից չի պակասելու Եվրոպայի խնդիրները, դրանից ավելանալու է Եվրոպայի խնդիրները, որովհետեւ ցանկացած պատերազմ առաջին հերթին խփում է Եվրոպային, ինչով, որովհետեւ այդ միլիոնավոր փախստականները չեն իջնում Աֆրիկա ապրելու, չէ, գնում են որտեղ հեշտ է ապրել, որտեղ թոշակներ կա, որտեղ սոցիալական ապահովվածություն կա, դա Եվրոպան է։ Այսինքն Եվրոպան եթե մի քիչ հեռատես լինի, պետք է ամեն ինչ անի, որ աշխարհում պատերազմ չլինի, որովհետև այդ առաջի փախստականի հոսքերը գալիս են Եվրոպա ու կարծում եմ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Լիբանանի այս ռմբակոծությունների արդյունքում այս միլիոնավոր փախստականները, որ մտել են Եվրոպա, իսկ արդեն իրենց համար պետք է պարզ լինի, ինչ է նշանակում եւս մի քանի միլիոն անտուն փախստական արաբական երկրներից գա մտնի Եվրոպա։ Դրա համար եմ ասում, իրենց առաջի պարտականությունն է կանգնացնել Թրամփին եւ Նետանյահուն։ Առաջի իրենց իսկ ապահովության համար, ոչինչ։ Հենց կարծում եք Եվրոպական միության 26 երկրի զսպվածության եւ Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից խուսափելու կոչ է արել։ Դրա համար եմ ասում, ստե կարծացի, որ Բրյուսելը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես լեգիտիմ ընտրված առաջնորդ։ Հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, ամեն դեպքում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները այս հարցում հատուկ պատասխանատվություն ունեն։ ԵՄ-ն համամիտ է կազմակերպված հանցագործությունների եւ ցնցանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարեւորությունը, միաժամանակ այս մարտահրավերները պետք է լուծվեն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքի լիակատար հարգանքի եւ շարունակական համագործակցության միջոցով։ Հիմա ինձ ուղղակի հետաքրքիր է մի բան։ Բրյուսելը ճանաչել է Ալիևին որպես նախագահ ընտրված։ Եվ ճանաչելու է Փաշինյան Նիկոլին։ Իսկ Փաշինյան Նիկոլի նարկոտրաֆիկինգից տեղյակ չի։ Թե քանի դեռ չեն առևանգել Փաշինյան Նիկոլին, ոչինչ որտեղից։ You're anti-Semitic for not supporting Israel. Bullshit. If you don't like Iran's government, does that mean that you hate Middle Easterners? If you don't like Canada's government, does that mean you hate Canadians? How? Ամերիկացիները շատ լուրջ են արձագանքում եւ ես միշտ ասում եմ, որ ժամանակները փոխվել են, մեդիան փոխվել է եւ սա շատ ծանր են տանում հрьяաները, որ այն նարատիվը խոսակցությունը, որ միշտ եղել է, եթե դու չես աջակցում Իսրայելին, դու հակասեմիտ ես, հիմա դրա մասին է խոսքը։
ասում է եթե հիմա ես չեմ աջակցում Իրանի կառավարությանը, ես հակաիրանական եմ, իհարկե ոչ։ Եթե ես չեմ աջակցում, ասենք Կանադայի ղեկավարությունը, ես հակականադացի եմ, իհարկե ոչ։ Ու այս նարատիվը, որը պարտադրվել է տասնյակ տարիներ, դրանով են տերոր արել ամերիկյան բնակչությանը, այսօր էլ արդեն չի աշխատում։ Ու օրեկան նոր մարդիկ են մեզ հայտնաբերում, նոր կալիբրի ավելի մեծ, փոքր էական չի, որոնք ուղղակի ասում են այն ինչ որ տասնյակ տարիներ վախեցել են, նույնիսկ մտածել։ Իսկ սա կողքին որ նայում ենք սրան, նայեք, I am living out the Zionist dream. I have been at Meta for almost 9 years. We banned content claiming Zionists run the world or control. Ինքը մետայում աշխատել, Facebook-ում, հա, 9 տարի ավել, որ խոստովանում է, որ իրենք մաքրել են այն պոստերը են հայտարարությունները, որտեղ գրված է եղել, որ սիոնիստները ղեկավարում են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պարզ խոսում են, պարզ։ The media. Wait, can you say that again? Չի հավատում, կարող ես նորից ասել։ You have removed content that claims Zionists ruled the world and ասում ես նամասին, որ դուք հանել եք են կոնտենտները, նյութերը, որտեղ մարդիկ բաց հողում են անում, որ սիոնիստները կառավարում են աշխարհը եւ Ամերիկան, հա? Control the media. Եվ մեզ են ամենակարևորը։ Բաց խոսում են։ Արել են, այո, այսօր ավելի դժվար է։ Այսօր ավելի դժվար է, որովհետև ինֆորմացիան կացակների արագությամբ տարածվում եւ իրանց ունեցած ֆիլտրները դարձել են ոչ այդքան արդյունավետ։ Իսկ մարդկանց մոտ այն տպավորությունը, որ իրանք կերտել էին տասնյակ տարիներ, որպես ցեղասպանված, հալածված, միակ, այստեղ հայերի հետ կոնֆլիկտ ունեն իրանք։ Միակ հալածված, միակ տուժված ազգը, որ ինքը իրավունք ունի ամեն ինչ անել, որտեղ իրան ժամանակին ճնշել են, պատկերացնում եք, մի հատ բան կա, չէ, շարժում կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կոչվում է Black Lives Matter, այսինքն սևերի կյանքն էլ է կարևոր։ Եվ այդ մի քանի օրը սևերը հիշեցին, որ իրանց ճնշել են ժամանակին, հա, ստիպում էին սպիտակներին ներողություն խնդրել, ինչ այլանդակություն ասես այդ ժամանակ եղավ։ Բայց դեռ avanցավ։ Բայց 80 տարի հրդեհները այդ վիճակում են պահում ամբողջ աշխարհին։ Հիմա դա փչանում է, դա վերանում է։ Ու սա լուրջ վտանգ է իրանց համար։ Նաև Թրամփը։ Everybody needs to wake up. Բոլորը պետք է արթնանան։ The occupant of the Oval Office is ignorant to the Constitution. Որովհետև սպիտակ տան ապրողը արհամարում է օրենքներն ու Հայաստան Ամերիկայի սահմանադրությունը։ Սա ասում է Արիզոնայի սենատորը Մարկ Քելլի, որը ռազմական անցյալ ունի, պատերազմի վետերան է, շատ մեծ հեղինակություն ունի։ Պարզ մեղադրում է բանին, ասում է, պիտի ասի Փաշինյան Նիկոլին։ Թրամփի մեջ ամեն ինչում ինչ որ կարելի է մեղադրել Փաշինյան Նիկոլին։ Ամեն ինչ։ Ռազմական հանցագործությունից սկսած մինչև սահմանադրության խախտումը։ Համարյա ամբողջ տեքստն արդեն ասեցի։ Հա, իմջելոս Նետանյահուն իր սոլիդարությունն է հայտնել Իրանի ժողովրդի հետ։ Ուղղակի Իրանի ժողովուրդն երևի սան է սպասում, որ վայ, ոնց է, տեսնես ինչ է մտածում իրանց մասին Նետանյահուն։ Իրանի ժողովուրդը իստոնվա շատ լավ հասկանում է, որ Նետանյահուի խնդիրը չի Իրանի ժողովուրդը ոնց է ապրում, Նետանյահու միակ խնդիր ունի, որ Իրանը պետք է մասնատվի եւ ոչնչացվի, ինձ ոնց որ Սիրիա։ Ես չեմ կարծում Սիրիայում ապրող մեկ մարդ ուրախ է այն վիճակից, նույնիսկ եթե Սադաման դեռ չկա, Ասադը կրի, որ ուրախ է այդ վիճակին, ինչ որ հիմա կատարվում է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Լիբանանում։ Դրանք արդեն մեռած օրգանիզմներ են, դրանք չվերականգնվող օրգանիզմներ են։ Հենց որ իր սոլիդարությունը
Այս են բանը քաղցր թույնն է, էլի, որ ինքը առաջարկում է իրանցիներին։ Ես չգիտեմ իրանցիները կընդունեն այս քաղցր թույնը թե չէ, հուսով եմ հասկանում են ինչ է կատարում, որովհետև ոնց որ թե Զելենսկին արդեն հասկացել է իր գլխին ինչ է եկել։ Եվ վերջո չմոռանանք ով է Թրամփը։ Մանկապիրտ, որի վրա քրեական գործեր կան առնվազն մի քանի տասնյակ տարի դատվելու համար։ Եվ հիմա խնդրել է Department of Justice-ին, արտարդատության նախարարությանը, որ դադարեցնի էլի Էփստեյնի մասին, այդ ֆայլերի մասին, այդ տխտապանակների, ինֆորմացիաների շրջանառությունը, որ թողի իրենք հանգիստ պատերազմ իրականացնեն։ Սա խայտարակ իրավիճակ է։ Ես օրինակ 1 տարի առաջ չէի հավատա, ազնիվ խոսք եմ ասում, երես այլ իմ թերությունն է։ Չէի հավատա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավական առումով կհասնի այս կետին, այս խայտարակ կետին։ Որտեղ երկրի ղեկավարը բոլորի համար պարզ կլինի, որ ինքը պեդոֆիլ է, որ ինքը ապացուցված է իր հանցագործ լինելը, եւ նա միևնույն ժամանակ կառավարի սահմանադրությունը սկսի ռազմական հանցագործություններ իրականացնել արդեն 1 տարի։ Եվ կարծես թե դա արդեն հասկացել է նաև Զելենսկին, որովհետև ինքը հասկանում է, որ այս պատերազմի վերջ չկա, բայց դա արդեն ուշ է, ասում է ախապսոս ուշ էր, սերեքնքուշ էր կես գիշերին։ Զելենսկին 3 տարի ժամանակ ուներ, առնվազն 3 տարի ժամանակ ուներ, իրոք զինվել, հեսա 4 տարին առավում, բայց գոնե 3 տարի ինքը ստանում է բոլոր հնարավոր լավագույն զենքերն ու ֆինանսական օգնությունները։ 3 տարի ժամանակ ուներ պարտության մատնել Ռուսաստանը։ Բայց այս ամբողջ 3 տարին Զելենսկին չօգտագործեց հաղթելու համար։ Նա օգտագործեց այս ժամանակը հալստանալու աշխատակազմի կոռուպցիան ճոխացնելու, զարգացնելու, ու այդ ամեն ինչը հասարակ ուկրաինացու կյանքի հաշվին։ Հասարակ ուկրաինացու, որի պահում է իր տունը։ Տեսեք, ես չեմ խոսում ռուսի մասին, որովհետև ռուսները մտել են Ուկրաինա։ Ուկրաինացին իր տունն է պահում։ Եվ այս մարդը, այդ երկրի ղեկավարը փոխանակ օգնի իր զինվորներին եւ բնակչությանը արդյունավետ պաշտպանվել եւ հակառակորդին պարտության մատնել։ Այս ամբողջ ընթացքում ինքը ուղղակի մի բան արել, չզրկի բոլոր օգնություններից, որ գիծը չքանդվի, բայց նաև չգնա այնքան փող եւ զենք, որպեսզի հանգարց կարողանան ուկրաինական ուժերը անել են, ինչ որ պետք է անեն։ Այդ ամբողջ փողը, այդ ամբողջ ռեսուրսները գնացել է ուղիղ ֆշոկներ։ Եվ հիմա հասկանում է, որ այս քաղաքականության պարագայում, որը Թրամփն է իրականացնում, որ Թրամփն է իրեն առաջարկում, սա հարցի լուծում չի, եւ այս պատերազմը կարող է տեղի անվերջ։ Ուղղակի ստե մեծ խնդիր կա։ Ռուսաստանը գուցե թքած ունենալով իր ժողովրդի եւ տնտեսության վրա անվերջ կարողանա պատերազմ, որովհետեւ ռուս մարդը կյանքում չի ապստամբելու։ Դա աշխատավարձը չունենա, ուտելու բանը չունենա, եւ չի ապստամբելու։ Բայց արդյոք Ուկրաինան ունի այդ ռեսուրսները անվերջ պատերազմելու համար։ Որովհետև որ պահին, որ Ամերիկան դադարեց, որ արդեն դա դադարել է, եվրոպացիներ չի տարբերվում, որովհետև եվրոպացին հասկացել են հասարակ քաղաքացին, որ ասքան տարվա իրատված փողերը չեն ծառայել այդ նպատակին։ Սա գիտեն, սա մասին խոսվում է, եւ չեմ կարծում դա սա ուղղող խնդիր է։ Ես չի ուզենամ Ուկրաինան պարտվել, բայց Ուկրաինան ունի Զելենսկի, ոնց որ Հայաստանը Նիկոլ։ Եվ արդյունքները պետք է որ նույնը լինի։ Մենակ մի տարբերությամբ մեր փոքր երկիր ենք, մեր փոքրության մեջ ենք մենք ունեցել քիչ զոհեր, հա։ Այն մեծ երկիրը։ Մեզանից մոտարապես քանի անգամ շատ ասել, 13 անգամ շատ մեծ երկիր։ Այնտեղ զոհերը անհամեմատ ավելի շատ, միլիոնների հասնի։ Միլիոններ։
Բայց դա Զելենսկի խղճի։ Մենք մեր մասին պետք է մտածենք։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, ոչ թե արհամարհելով ուրիշի վիշտը, չէ, ես այդ բանին չեմ, ես այդ մարդը չեմ, բոլոր կորուստները ինձ համար ցավոտ են։ Ուղղակի ես ուզում եմ, որ մենք սովորենք այս դասերի վրա։ Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, որը ոնց է աշխատում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփ եկել էր հարցերը լուծելու ու փրկելու Ուկրաինան ու դադարեցնել այդ պատերազմը։ 1 տարի հետո, ուր 1 տարի հետո, ուկրաինացի նախագահը ասում է ոնց որ թե այս պատերազմը տևելու է հավերժ։ Հիմա Հայաստանում նրանք ովքեր ոգևորված են Թրամփի խոսքերով, խոստումներով։ Թրամփ ասում է, սկիզբ մի 50 տարի գարանտիա եմ տալ, 50 տարի խոսքով։ Այսինքն 50 տարի հետո կա Ուկրաինայի ղեկավարը զանգի Թրամփին, ասի ապեր, բա մեզ դու գարանտիա ես տվել, բա ուր է։ Հասկանում եք, ու Զելենսկին հասկանում է, որ իրան ապուշացնում են, հիմարի տեղ են դրել, ասում են, կամ կտաս, կամ եթե չուզում, մենք ես գարանտիա ենք տալու։ Նա հայլի տալիս ենք, 50 տարի հետո կզանգես։ Տես մի բաներ ասել են, մոտավորապես տես մի բաներ ասել են Ալիևին, Փաշինյան Նիկոլին ու Փաշինյան ուղեղով ու բարեկամությամբ Փաշինյան Նիկոլին Հայաստանում հայ ժողովրդին հիմարացնելով այդ խոսքերին ասում են դուք պրոբլեմ չունեք Նիկոլ Զելենսկի Թրամփ ասել է կզանգեք եթե խնդիր ունենաք Զելենսկին հասկացել է որ այդ զանգով հարց չի լուծվելու բայց ինքը շանս չունի մենք հո ունենք չհանձնվենք դրա խոսքերին մենք կարող ենք դա իրականացնել երբ որ կունենանք պետություն, պետականություն, սեփական ղեկավար։ Քան այս վիճակում եք, նայենք մեզ ինչ են առաջարկում, այս սատանաները բարեբուն իմաստով։ Մտածել է պետք, փոխել է պետք ամեն ինչը։ Այսօր մոտ այսքանը, լավ մնացեք։